Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին նոր մեղադրանք է ներկայացվել Իսակովի պողոտային եւ Եռաբլոր զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնած քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ խոշոր չափի հափշտակության, 2 դրվագ խոշոր չափի փողերի լվացման, 3 դրվագ այն օժանդակելու համար։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդել է ազգային ժողովին պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականցման վերաբերյալ հերթական հայցադիմումը, պահանջելով դատարանից Հայանտար-Պոակի Վայոց ձորի անտառտնտեսություն մասնաճյուղի նախկին տնօրեն Մուրադ Հարությունյանից եւ նրան փոխկապակցված անձանցից օգուտ Հայաստանի բռնականցել Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Ելփին 6-րդ փողոցում գտնվող խանութը, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Երևանյան խճուղում գտնվող հողամասը, Եղեգնաձորի Անդրանիկի փողոցում գտնվող վարչական շենքը, Եղեգնաձորի Արսենյան փողոցում գտնվող բնակարանի 12.6%-ը, Երևան քաղաքի Աչափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցում գտնվող անշարժ գույքի 97.5%-ը, Երևանի Աչափնյակ վարչական շրջանի Մազմանյան փողոցում գտնվող բնակարանի 70%-ը, բանկերից մեկում ներդրված 12 միլիոն դրամ ավանդի 78%-ը, 11 միլիոն 269 հազար դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 34 միլիոն 527 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։ Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել քրեական հեղինակություն Ֆազի Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալներ Չաղ Ռուստամին, Ռուստամ Ստեփանյանին եւ Աշոտ Գյուրեղյանին։ Դատախազն արդեն վերաքննիչ բողոքներ է ներկայացրել։ Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը փետրվարի 26-ին որոշում է կայացրել Ստեփանյանի եւ Գյուրեղյանի խափանման միջոցները փոխելու մասին։ Լե սահմանապահները ձերբակալել են ուկրաինուհու, որը Ղազախստանում 12 տարվա ազատազրկման է դատապարտվել 56 երիկամ վաճառելու համար։ 35-ամյա Քսենյան, որն Ինտերպոլի կողմից հետախուզվում էր դեռ 2020 թվականից, ձերբակալվել է Լեհաստանի եւ Ուկրաինայի միջև երկաթուղային անցումում։ Նա մեղավոր է ճանաչվել Ղազախստանում, Հայաստանում, Ադրբեջանում, Ուկրաինայում, Ղրղստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում եւ Թայլանդում 56 ուժողից երիկամներ ապօրինի ստանալու համար։ Մարտի 11-ին ոստիկանության աշտարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին Կոշ վարչական բնակավայրի տարածքում հողային աշխատանքներ կատարելիս տրակտորիստը դիեր մարդկային ոսկորներ է հայտնաբերել, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է Վանաձորում մարտի 9-ին տեղի ունեցած սպանության հանգամանքները։ Այդ օրը ժամը 3:40-ի սահմաններում Toyota Magnitshy ավտոմեքենայով Վանաձոր բժշկական կենտրոն է տեղափոխվել Ալավերդի քաղաքի բնակիչ 28-ամյա Արտյոմ Նիազյանի դին։ Պարզվել է, որ նույն օրը ժամը 2-ի սահմաններում Նիազյանն իր մտերիմ Ալավերդի քաղաքի բնակիչ 27-ամյա Գրիգոր Հակոբյանի հետ գնացել է Վանաձորի Տեխսանիկ ակումբի մոտ, որտեղ հանդիպել են իրենց ընկեր Ալավերդի քաղաքի բնակիչ 22-ամյա Արման Միկոյանին, ապա մտել են նշված ակումբ, որտեղ էլ ժամը 3-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց եւ այնտեղ գտնվող Վանաձորի բնակիչներ 33-ամյա Դավիթ Ղազարյանի ու 40-ամյա Արմենակ Մկրտչյանի հետ։ Այնուհետև վիճաբանությունը շարունակվել է Վանաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցում գտնվող Երևան City սուպերմարկետի դիմացի հատվածում, որը վերածվել է ծեծկրտուքի, ու ըստ տեղեկությունների Մկրտչյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Նիազյանի կրծքավանդակի շրջանին, ապա կռվի բոլոր մասնակիցները դիմել են փախուստի, իսկ Միկոյանը Toyota Magnitshy ավտոմեքենայով մահացածի մարմինը տեղափոխել է բուժկենտրոն։ Արդեն մարտի 10-ին տեղեկություններ են ստացվել, որ կասկածյալներից Մկրտչյանը թաքնվում է Վանաձորի իր ընկերոջ 35-ամյա Բագրատ Ասոյանի տանը։ Ոստիկաններն այցելում են նշված հասցե եւ դուռը բացում է Ասոյանը, ում ձեռքին ոստիկանները նկատում են դանակ, վերջինս հարձակվում են նրանց վրա, փորձելով հարվածել ոստիկանության ծառայող 38-ամյա Տարոն Այվազյանին, բայց ոստիկանը կարողանում է վնասազերծել Ասոյանին։ Վնասազերծման ընթացքում Ասոյանը դանակով հարվածում է ոստիկանության ծառայողի աջ ոտքին, պատճառելով մարմնական վնասվածք, ինչից հետո վիրավոր ոստիկանը տեղափոխվում է հիվանդանոց, իսկ Ասոյանը ձերբակալվում։ Մարտի 10-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արտաշատի գիշերային ակումբներից մեկի դիմաց անվտանգության աշխատակցի հետ վիճող 2 տղամարդկանցից մեկի մոտ հրազեն կա։ Տղամարդկանցից մեկը Նոյակերտ գյուղի 46-ամյա, մյուսն Արագածոտնի մարզի Աղցք գյուղի 25-ամյա բնակիչներ են։ 46 եւ 25 տարեկան տղամարդիկ տեղափոխվել են բաժին։
Մարտի 6-ին Երևանի ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Արմենիա բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում քաղաքացին անհանգստացնում է աշխատակիցներին։ Ոստիկանները պարզել են, որ ժամը 14:30-ի սահմաններում անհայտ անձը Երևանի բնակիչ 61-ամյա Գագիկի հետ աշխատասենյակում ունեցել է տարաձայնություն, որը վերածվել է քաշքշուկի, որի ընթացքում անհայտ անձը ձեռքով հարվածել է Գագիկի ձախ աչքի եւ քունքի հատվածին, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Պարզվել է, որ անհայտ անձը հանդիսանում է Երևանի բնակիչ 40-ամյա Ռոբերտը։ Մարտի 6-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ ժամը 16-ի սահմաններում Ջանիբեկյան փողոցի 65 հասցեի դիմացի կանգառում Վայոց ձորի մարզի բնակիչ 49-ամյա Արմենը Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված իր կողմից վարած Ժոնգտոնգ մակնիշի ավտոբուսի դռները փակել է, ինչի հետևանքով ուղևոր Երևանի բնակիչ 65-ամյա Ռուզաննան մնացել է դռների արանքում։ Նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 11-ին Երևանի Գայի պողոտայում բախվել են BMW, Mazda, Nissan եւ Lada մակնիշի ավտոմեքենաները։ Մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 11-ին Վանաձորի Նարեկացի փողոցում բախվել են 2 Opel Zafira մակնիշի ավտոմեքենաներ, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 12-ին Կապանի Շահումյան փողոցում բախվել են BMW X5, Touareg, Mercedes, Kia, Chevrolet, Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները։ BMW X5-ի վարորդը ով Սյունիքի մարզի բնակիչ 52-ամյա Արթուրն է, տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների, նրա ինքնազգացողությունը վատացել է, իսկ երբ բախվել է ավտոմեքենաներին, մնացած տրանսպորտային միջոցները եղել են կայանված։ Մարտի 11-ին Երևան-Արմավիր M5 ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Աշոտն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյուներին ու հայտնվել գնացքի գծերի վրա։ Վթարի հետևանքով 2 ուղևորներ հետազոտման նպատակով դիմել են բժշկական կենտրոն։ Մարտի 11-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ 9 անձից բաղկացած օտարերկրացի արշավախումբը Արագած լեռան հյուսիսային գագաթին մնացել է ձինահյուսի տակ։ Որոնողական աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցել է 51 փրկարար եւ Armenian Helicopters ընկերության 2 ուղղաթիռ։ Ըստ նախնական տեղեկությունների փնտրվող 9 քաղաքացիներից 8-ին, որոնք Իսպանիայի քաղաքացիներ են եւ լեռնագնացներ, փրկարարների օգնությամբ ուղղաթիռով տեղափոխել են Արագած գյուղ։ Մարտի 12-ին ժամը 10:15-ին փրկարարները հայտնաբերել են որոնվող 1 քաղաքացու դին։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրության ամփոփագրերի մարտի 11-ից 12-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 153 դեպք, որոնցից 4-ը նախկինում կատարված։ Մասնավորապես տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու 33, թմրանյութի հայտնաբերման 27, մարմնական վնասվածք պատճառելու 8, ֆիզիկական ներգործության 7, հոգեկան ներգործության, բնակարանային գողության, խարդախության 6-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու 5, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, խուլիգանության, զենքզինամթերքի արգրավման, պարտադիր զինվորական կամ այլ ընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու 4-ական, անձնական ունեցվածքի գողության, սառնազենքի հայտնաբերման, կեղծ փաստաթղթերի, ինքնասպանության հասցնելու 3-ական, թմրանյութի իրացման, ինքնավնասման, ընդերքի պահպանման պահանջները խախտելու 2-ական, պետական ունեցվածքի գողության, ծառերը թփերը ապօրինի հատելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի ապօրինի շրջանառության, անձնական կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, օգտագործելու կամ տարածելու, ինքնիրավչության, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու 1-ական դեպք է բացահայտվել։ Հայտնաբերվել է 8 հետախուզվող կամավոր ներկայացել 2-ը, գրանցվել է զենքզինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։